Այն ամենի համար, որ մենք աղոթում ենք, հավատացեք, շատ շուտ արդյունքը կտեսնենք։ Սիրելիներս, Աստծո ծրագրերը ավելի լավն են, քան մերը մեզ համար։ Վստահենք Աստծուն, ամեն ինչ թողնենք Աստծուն ու կտեսնենք, որ մեր կյանքը ավելի լավ կդառնա։ Լինենք բարի միշտ, լինենք միշտ օգնող, լինենք միշտ աղոթող, բարի եղեք, բարությունը սրտի գիրք է, կամ ունենք այդ բարությունը, կամ չունենք։ Իմ սիրելիներ, եղեք օրհնյալ Աստծու կողմից, եղեք առողջ Աստծու կողմից և եղեք ուրախ, երջանիկ ձեր ընտանիքների հետ միասին։ Թող Աստված ձեր ամեն մի օրը օրհնություններով լցնի։ Սիրելիներս, այս գեղեցիկ օրհնյալ խոսքերով էր սկսում եմ հոլովակս, այնքան արև է, այնքան շոգ է, լավ, անուշ եղանակ է, տեսնում եք, կանաչը արդեն բարձրացել է, շատ լավ եղանակ է, հիմա ձեզ ցույց տամ այս գեղեցիկ տեսարանը, ահա այն երկու հարկանի տան հետևում էլ մեր Մոսկվա գետն է, հիմա այսօր որոշել եմ տնկել վարունգի սերմեր, մի 10-15 հատ սիրելիներս, որպեսզի դնեմ ջերմոցը, գլխի մասերը շուտ հասնելու և ուտելու համար, հիմա միասին տնկենք։ Կադրից դուրս հողը լավ լցրել եմ այդ ամանների մեջ, խնդրեմ սա էլ վարունգի սերմն է, թրջած, տաք ջրով թրջել եմ, լավ սեղմել եմ հողը, հիմա անցքեր եմ անում, ամեն մի անցքի մեջ դնելու եմ մի հատ վարունգի սերմ, ձեռնոց չունեմ, ձեռքով եմ անում, ոչինչ, ինչ անեմ չկար, պետք է տնկեմ։ Սիրելիներս, դուք էլ եթե Ռուսաստանում եք, արդեն ժամանակն է տնկելու, հողի մեջ դեռ շուտ է, ես սա տնկում եմ, որ մեծանա, արդեն դնեմ ջերմոցը, պամիդորների սկիզբներն եմ դնում, գլուխները, որ շուտ ունենանք ուտելու համար։ Այսպես հերթով անցք եմ անում, դնում եմ։ Դուք արդեն տեսել եք, թե ես ոնց եմ թրջում հողը և լցնում ամանների մեջ։ Խնդրեմ, այսպես մատով սեղմում եք, փափուկ հող է անցք է լինում։ Ահա, 15 հատ է ընդամենը։ Սա էլ 2 հատ է, մի հատը մնաց, ու ձեռքով ծածկում ենք։ Էլ ես չոր հող չեմ լցնում, որովհետև չեմ դնելու ցելոֆանի մեջ, որ ցելոֆանը քրտնի, ինքն էլ ջրվի։ Այդպես թաց է հողը, 2 օր կմնա, վաղը կտեսնեմ իհարկե, եթե չոր եղավ կջրեմ, եթե չէ մյուս օր, թեթև շշով ցնցուղ եմ պատրաստել, այդպես կջրեմ։ Խնդրեմ, դժվարություն չկա, ցանեք, ահա, այստեղ էլ ծաղիկներ է թափվող, պիտունյա չէ, ուրիշ է, այստեղ էլ ծաղիկներ եմ տնկել, խնդրեմ, սա դրել եմ տարայի մեջ, մինչև աման բերեմ, ծաղկամանի մեջ դնեմ։ Սիրելիներս, ինչ տնկեցինք ուրախությունով, առողջ, վայելենք մեր ցանածը, տնկածը, եղեք բարի, ուրախ, երջանիկ, տնկեք, վայելեք, սա էլ պետք է ծաղկամանի մեջ դնեմ, որպեսզի ծայրերը ծերատեմ և փարթամ, 4 հատ եմ դնելու, ամեն մի ծաղկամանի մեջ 4 հատ լավ թափվող է։ Հիմա տեսեք, ցույց եմ տալիս, 3 օր առաջ է որ տնկել եմ, տեսեք, դուրս է եկել 3 հատ, բոլորն էլ հիմա դուրս կան, այս ծաղիկին, այս գեղեցկուհուն տեսեք, այս հրաշքին տեսեք, գույնը, ինքը հիացմունքս է, նայեք, ինչքան գեղեցիկ դուրս են եկել, բոլորն էլ դուրս կգան։ Սպիտակեցնում է բոլոր ծառերը, սա ընկյուզենին է մեր, 2 հատ ունենք, մեկն էլ այն կողմն է, իսկ սա մեր շլորն է,
որոշելեցի ես էլ նկարեմ ձեզ ցույց տամ հարգելիներս, խնդրեմ, լավ ծաղկել է, այս քարերն էլ մեր դուգաների քարերն են, որը որ ծածկում ենք քարերով, կողքերը փակում ենք, խնդրեմ, սա էլ տանձենի է, ուշացնող տանձենի է, նոր թփերը դուրս են գալիս կամանց, տեսնում եք արդեն սպիտակեցրել է, կանաչներ, դրանք հատուկ ծառերի և եղևների համար են, դամբուլի ծառ է, խոշոր դամբուլներ է տալիս, այդպես ծառը գնելուն են ասել, դեռ մեր մոտ անցած տարի բերք չի տվել, այս տարի տեսնենք հլը, վաճառողն է ասել, որ խոշոր դամբուլ է, տեսնենք ինչպես կլինի, լավ թփերը կա, դա էլ մեր խնձորենու ծառն է, մեծ և փոքր, մեծ անցած տարի լավ բերք չէր տվել, նախանցած տարի բավականին շատ հավաքեցին, կարմիր անուշ խնձոր, դա էլ է խնձորենու ծառ, հետաքրքիր համով, յուրահատուկ համ ունի այս խնձորենին, միջին չափսի, կարմիր սպիտակավուն, մեջը ռոզվի գույնի, շատ համեղ է, նախանցած տարի լավ բերք տվեց, ճիշտ է քիչ էր, բայց այս ծառն էլ բալենու ծառ է, մեզ մոտ մենք այդ բալենուն անվանում ենք պալգիլազ, տեսնում եք դեղին կարմիր, մի կողմը դեղին է, մյուս կողմը կարմիր թուշիկներով, պալգիլազ է, բավականին ծաղկել է, շատ գեղեցիկ ծաղկել է, տեսեք, սիրելիներս, սա էլ է պալգիլազի ծառ, խնդրեմ, սա էլ լավ ծաղկել է, շատ գեղեցիկ ծաղկած է, սա էլ սովորական հասարակ գիլազի ծառ է, իսկ սա թարխունն է, քաղել եմ, ես մի թեթև բեժարել եմ, քախանել եմ, թողել ենք, հիմա կջրենք, թողել ենք արարողության համար, այդ ժամանակ կքաղեմ, սա էլ մեր նանաներն է, այնքան գործ կա հողամասում, էլ ասելու չի, ծիրանենին է մեր, ծաղկել է, մի երկու հատ ծաղիկ է տվել, մալինաները, պետք է մաքրենք, կտրել հանել են չորերը, բայց լարերը ուրիշ ձևի պետք է կապենք, երկկողմանի, քան գործ կա, էլ ասելու սա էլ է ծառ, այս արարողությունը վերջացնենք, արդեն երևի մի 10 օր, 20 օր հազիվ հողամասը կարգի բերենք, ցանենք, հիմա ժամանակ չունենք հարգելիներս, որպեսզի սրանք էլ մեր մալինաներն են, բավականին ունեն, գիտեք, համ մեծը, համ մանրը, քաղցր, շատ համեղ են, բոլոր կոմպոտները ես այս տարի մեր հողամասի մալինայով եմ փակել, խնդրեմ, պետք է ուղղակի լարերը մի հատ լավ ուղենք, սա ընկյուզենու ծառ է նորից այստեղ տնկված, ներկեց, վերջացրեց, սա մեր կարմիր սև սմորոդինաներն են, լավ մեծացել են, փարթամացել են, պետք է մաքրենք, խոտերից հանենք, բուկլից հանենք, ջրենք, չնայած անձրևներ եկել է ձույն, բայց կապ չունի, մինչև մենք մեր գործերը վերջացնենք, չորանա, պետք է ջրենք, շատ գործ կա հողամասում, ոչինչ դեռ չենք արել, միայն ծառերն ենք սպիտակեցրել այսօր ամուսինս և էտել է չոր ճյուղերը, մնացած գործերը մնում են, մի շաբաթից կսկսենք մեր այս արարողությունը վերջացնենք, առաջ Աստված հողամասով կզբաղվենք, նոր տաքերը ընկել են հարգելիներս, կհասցնենք, սա էլ է, մեծ խոշոր հատիկներով, խաղողի հատիկների նման, սպիտակ և սևն է, խնդրեմ, բավականին ունենք,
այս շարքը լրիվ, այս մալինա, սմառոդինա, կրուժովնիկ, սև և սպիտակ, բավականին, մեծ բավական է, կջրենք, տեսքի կբերենք, այն ժամանակ էլ կնկարեմ, խնդրեմ, տեսեք ինչքան ունենք, այսպես, տեսնում եք, բավականին, մի երկար շարք ունենք, բավական է մեզ, տեսնում եք այս շարքը, որ մաքրենք, բիժարենք, սիրուն խոտերից հանենք, շատ գեղեցիկ շարք է և գեղեցիկ հատապտուղներ, ծառերը, խնդրեմ, ահա, սա էլ մեր ջրի ծորակն է հայաթում, որ հողամասում ինչ-որ մի բան ձեռք ես ուզում լվանաս, լվացվեց։ Սիրելի հետևորդներ ջան, այսքանով ավարտում եմ տեսահոլովակս, շրջագայությունը մեր հողամասում, ցույց տվեցի ծառերի ծաղկելը և թե ինչպես ենք սպիտակեցրել ծառերը, Աստծո խաղաղությունը ձեզ հետ։